Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր One Talk YouTube-յան ալիքի այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր ալիքի հաղորդումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Այսօր մեր զրուցակիցն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավագետ, իրավապաշտպան Նորայր Նորիկյանը։ Պարոն Նորիկյան, շնորհակալություն, որ որպես մեր ալիքի լավ բարեկամ եւ իմ լավ բարեկամ հերթական անգամ մեր տաղավարում եք։ Հարգանքներս, ես եմ շնորհակալ հերթական հրավերի համար, հուսով եմ մեր բարեկամությունը հարատև կլինի։ Այո, ես էլ եմ այդ հույսով։ Պարոն Նորիկյան, սկսենք մի քիչ արտաքին օրակարգերի քննարկումից եւ գանք մեր հայաստանյան ներքին օրակարգերի։ Այ չեն կարող շրջանցել ռուս-ուկրաինական այս բարդագույն կարգավորման իրողությունը, այդ կետերից նախապատրաստված հերթական փաստաթուղթը, որ ներկայացվել են հակամարտող կողմերի եւ այդ շուրջ տեղի է ունենում բավականին լուրջ ու թեժ բանավեճ։ Եվ այդ բանավեճը հիմա զարմանանք, թե չզարմանանք, ընդունենք, թե չընդունենք, նաև առնչվում է Հայաստանի։ Ես ուզում եմ ձեր կարծիքը այս կարգավորումը, այս Թրամփ-Պուտինյան տրամաբանությամբ դուք համարում եք իրական, իրատեսական եւ նաև դրա անդրադարձը կուզենամ իմանալ, դրա այսպես ասած անդրադառնալը մեր հայ իրականության հանդեպ։ Մեր շահերից է բխելու լայն իմաստով այս կարգավորման, այսպիսի կարգավորումը։ Շնորհակալություն մեկ անգամ եւս հրավերի համար, դժվար է միանշանակ արձանագրել, թե ի վերջո այդ առաջարկությունների փաթեթը կընդունվի Ուկրաինայի կողմից թե ոչ, կամ հավաքական արևմուտքը ինչպիսի դիրքորոշում կորդեգրի։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմը իր ազդեցությունը ունեցել ողջ հետխորհրդային տարածքի վրա եւ մասնավորապես Հայաստանի վրա, բայց դեռ ուշադրությունը կուզենամ հրավիրել հետեւյալ իրողության վրա, որ այնուամենայնիվ ամերիկյան հեգեմոնիայի շունչը զգացվում է, միայն այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջ է մղվել Թրամփի 28 կետանոց փաթեթը, դա նշանակում է, որ այս պատերազմում կամ այս հակամարտությունում պարտվել է ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։ Միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանի հակամարտության գործընթացում Ռուսաստանի վիճակի չէ կամ չունի բավարար ներուժ այս պահին կարգավորելու այնպիսի կնճիռ, ինչպիսին է ռուս-ուկրաինական պատերազմը եւ դրան ներգրավել է իր, այսպես ասած, ավանդական հակառակորդ մրցակից հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգները, խոսում է մի բանի մասին, որ իսկապես ռուս-ուկրաինական հակամարտությունը կամ ավելի ճիշտ կարելի է արձանագրել Ռուսաստան հավաքական արևմուտք բախումը թևակողել է կուլմինացիոն, ուրեմն փուլ, որտեղ ուկրաինական ժողովրդի վարկագիծը կարող է ճակատագրական լինել, որովհետև գիտեք ինչ, վերջին հաշվով մի հատ եկեք հասկանանք, թե ուր է հասել ուկրաինական պատերազմի ներկայիս ընթացքը, ավերված երկիր, 10 միլիոն արտագաղթ, ըստ էության երկրի 20% տարածքի Ռուսաստանի գերիշխանության ներքո հաստատվելու իրողություն, ի վերջո, բայց այնուամենայնիվ դրան զուգահեռ այստեղ ինտրիգը կայանում է նրանում, որ ամերիկյան նախաձեռնության հետ զուգահեռ կա ակնհայտ արևմտաեվրոպական 3 պետությունների, հեգեմոն պետությունների հստակ դիրքորոշում, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, որոնք թելում են Ուկրաինայի թելը, որոնք ըստ էության գիտակցում է, որ Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական կամ այդ հակամարտությունը իրենք դիտարկում են որպես սեփական պետությունների դեմ ուղղված սպառնալիք, հետեւաբար իրենք մտածում են, որ այս սցենարով հակամարտության կարգավորումը չի բխում իրենց ռազմավարական շահերից, հետեւաբար դա Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիա է, որպեսզի պայմաններում Ժնևում ընթացող երեք եւ այսօր այստեղ ունեցող գործընթացներում Մարկո Ռուբիոյի հետ միասին իրենք փորձում են գտնել այնպիսի կարգավորման մոդել, որտեղ այսպես ասած ամեն ինչ հաղթողին կամ ոչինչ պարտվողին չի մնա, այսինքն հավասարակշռված ինչ-որ լուծման բանալի կգտնեն,
որը հնարավորություն կտա առաջիկայում կարգավորել այդ խնդիրը։ Ես այդքան լավատես չեմ, որ հնարավոր է 1 օրում կամ 1 փաստաթղթով, այո, հնարավոր կլինի կարգավորել այս կոնֆլիկտը։ Ի վերջո, այստեղ ամենից զգայուն խնդիրը տարածքների խնդիրն է։ Իսկ տարածքները զգալի են, նշանակալի են եւ դատելով Զելենսկու վերջի ելույթից ուղերձի բովանդակությունից իրենք պետք է ընտրություն կատարեն արժանապատվության եւ իրենց դաշնակցի միջև, հետեւաբար սպասենք իրադարձություններին։ Դժվար կլինի միանշանակ ասել, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի, բայց որ առաջիկա գոնե մի քանի տարիները մենք նույնիսկ եթե այսօր զինադադար էլ հաստատվի, հետ կոնֆլիկտյան կարգավորման գործընթացի մեջ ենք լինելու, իսկ դա բավականին բարդ է լինելու, որովհետև միայն պատերազմը այսօր փոխել է իր բնույթն ու ձևը, իր դեմքը, միայն արկերը չեն, հիբրիդային պատերազմի տարբեր բաղադրիչ մասեր են գործադրվում կամ կգործադրվեն, որոնք անընդհատ մեր ռեգիոնը կամ այս ամբողջ տարածքը կպահեն լարվածության մեջ։ Պարոն Օրիկյան, ես խոնարհվում եմ երկու կողմերի անմեղ զոհերի առաջ պատերազմի, վերջը պատերազմները չեն սանձազերծում ժողովուրդները, հասարակ ժողովուրդները, պարզ ժողովուրդները, այդ սանձազերծում են ինչ-որ կենտրոններ, ուժային կենտրոններ, այսպես կոչված չակերտավոր թույլ տրվի ասել էլիտաներ, բայց կարծում եմ, եթե մի քիչ այո, դուք ճիշտ ասեցիք, երկրորդի հետ ես ինչի համաձայնվեցի, որ Ռուսաստան հավաքական արևմուտք եւ այդ մեծ հակամարտության մեջ, նույնիսկ բալանսը այսպես հավաքական արևմուտքին, որտեղ ավելի մեծամասնությունը չէ, քաղաքական, այսպես ասած, պետությունների, տերությունների, նատոյական պետությունների այդ հակամարտության, այդ գործոնի դեմ էր կռվում Ռուսաստանը նաեւ, ռուսական կողմը, իհարկե այսպես ուժային բալանսի առավելությունը հավաքական արևմուտքի կողմն է, Ռուսաստանը այսպես չէր կռվում միայն զուտ Ուկրաինայի դեմ եւ մանավանդ մինչեւ Թրամփի իշխանության գալը բոլորովին այլ իրողություններ էին, չէ, Բայդենյան վարչակարգը եւ այլն եւ առաջի հերթին ես ուրախանում եմ կամ փորձում եմ ուրախանալ նրանից, որ երկու ժողովուրդների համար կլինի մեծագույն շնորհ, եթե պատերազմը դադարեցվի, առաջինը մարդասիրական նկատառումներով, այլևս արյուն չի թափվի, երկրորդը, եթե վերցնում ենք արդյունքը, այո, դուք ճիշտ ասեցիք, որ 20%-ի, այսպես ասած, գերիշխանության տակ վերցնելը Ռուսաստանի եւ այն ժամանակ այն Ռուսաստանը, որ առաջարկում էր, որ նույնիսկ Դոնբասն ու Լուգանսկը լինեն Ուկրաինայի իշխանության ներքո, բայց որոշակի ինքնավարություններ, որ ռուս ազգաբնակչության, ռուսալեզու ազգաբնակչության իրավունքները չոտնահարվեն, իսկ դրա խնդիրը կար, ոտնահարման խնդիրը կար, եւ նաեւ Ռուսաստանը չենթարկվի նատոյական, այսպես պլացդարմ չդառնա Ուկրաինա, որ չենթարկվի նատոյական ինչ-որ ագրեսիայի, բայց այդ համաձայնությունը ձեռք բերել չհաջողվեց որոշակի իմաստով 28 կետի դրույթներից մեկը նաեւ նա է, որով պարտավորեցվում է Ուկրաինային, որ նա չդառնա նատոյի անդամ, ավելին նրա բանակի կրճատումը, եթե այդ դրույթները մտնեն գործողության մեջ, այստեղ Ուկրաինան բավականին անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում, որովհետեւ պատերազմից առաջ էլ դա էր Ռուսաստանի պահանջը, որ Ուկրաինայից ակնկալվում եւ պահանջվում էր, որ Ուկրաինան չդառնա երբևէ նատոյի անդամ։ Ստացվում է, որ այս զողությունների արդյունքում նույնպես այս պահանջը իրագործվում է, այսինքն Ռուսաստանի տվյալ պահանջը իրականացվում է, հետաբար հարց է առաջանում։ Ընդ որում ես կուզենայի դուք խոսեցիք խաղաղությունից եւ պատերազմի դադարեցումից հետո մասին, դրանից հետո ձևավորվել է տրամադրությունների մասին, ես ուզում եմ մեկ այլ հարթության վրա մենք քննարկենք։ Ի վերջո պատերազմի ավարտից հետո թե ռուսական, թե ուկրաինական հասարակությունները ի վերջո գալու է մի պահ, որոնք վերլուծելու են ինչի միջով անցան եւ հաշվի են պահանջելու իրենց իշխանություններից, թե ի վերջո այն զոհերը, որոնք տրվել են, այն կորուստները, որոնք պատճառվել են թե Ռուսաստանին, թե Ուկրաինային, արդյունքը ինչ է եղել։ Այո։ Արդյունքը։ Դա շատ կարեւոր է, որտեվ պետք է հասկանանք, թե դրա աշխարհաքաղաքական եւ առաջի հերթին կներեք, արդյոք պետք էր այս ամենը միլիոնավոր զոհերի գնով բերել եւ հանգեցնել այս իրավիճակին, եթե կարելի էր ամեն ինչը ճիշտ եւ երկու վերջո եղբայրական ժողովուրդները երբեմնի, ասենք գոնե ցավոք սրտի էսպային, եղբայրական ժողովուրդների միջև արդյոք պետք էր այս բախումը, այս արյունալի բախումը, որ արդեն շատ գոնե երկար տասնամյակներ կարծում եմ այս ներքին այս
քենախնդրությունը չի դադարի, ամենասարսափելին սա է։ Այո, Էլի վերցնենք մարդասիրական լրիվ համաձայն եմ ձեր դիտարկմանն հետ, ես դա եմ ուզում ասել, որ գալու է մի պահ, որ սթափ վերլուծության պահին այդ հասարակությունները փորձելու են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց վերադառնալով ձեր հարցի ամենակարևոր կետին, թե դրա հնարավոր ազդեցությունը կամ ինչ կարա տա Հայաստանի կամ Հայաստանի դիրքավորումը, որը պետք է լինի, այս առումով, գիտեք ինչ, եւ դրական ազդեցություններ կարող են ունենալ մի քիչ եթե ցինիզմի դրսևորմամբ հանդես գան եւ բացասական առումով, որովհետեւ ի վերջո այս ամեն ինչը փորձագիտական շրջանակներում էլ չէ, ասում են ավարտից հետո Ռուսաստանը վերադառնալու է մեր տարածաշրջան ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու այնպես չի որ հեռացած է։ Ես համաձայն եմ ձեր հետ, այնպես չէ որ Ռուսաստանը հեռացել է, այնպես չէ որ Ռուսաստանը նվազեցել է, այո, իր դերակատարությունը, դա ուղղակի հնարավոր քարոզչական արդյունքում ձևավորված միջավայր է, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել հետեւյալը, իմ պատկերացումը որպես Հայաստանի քաղաքացու եւ Հայաստանի ռազմավարական շահը գերադասող անձի, ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում Հայաստանը պետքա դիրքավորվի ակտիվ չեզոքության դերում։ Ինչու՞, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ այնուամենայնիվ մեր ներուժը, մեր հնարավորությունները, մեր պոտենցիալը բավարար չեն միակողմանի դիրքորոշում ունենալու համար։ Ճակատագիրը մեզ ցույց է տվել, դասեր է տվել, մի քանի ուժգին ապտակներ է տվել մեր պատմության տարբեր փուլերում միակողմանի կողմնորոշման համար, հետեւաբար դատելով մեր սեփական սխալներից, մեր գլխին եկած ողբերգությունից, ես կարծում եմ, որ Հայաստանը այն հնարավորությունը ներուժ ունեցող պետությունը չէ, որը կարող է ակտիվ ություն դրսևորի կամ լավ պարզ խոսենք, միակողմանի պրոռուսական դիրքորոշում ունենա կամ միակողմանի պրոարմենիական դիրքորոշում ունենա ուկրաինական կոնֆլիկտի հարցում։ Խոսքը սրա մասին է։ Ես գտնում եմ հետեւյալը, որ մեր ակտիվ չեզոքությունը, այսինքն մեր չեզոքությունը պետքա դրսևորվի նաև հումանիզմի տեսանկյունից, որ մենք կողմ ենք պատերազմի դադարեցմանը, խնդիրները դիվանագիտական ուղիներով լուծելու առումով, մենք կողմ ենք ընդհանրապես որևէ ձևով լարվածության թուլացմանը եւ ի վերջո մենք պետք է հասկանանք, սա մեր կռիվը չէ։ Մեր այդ կռվի ազդեցությունը կարող ենք մենք կրել եւ կրում ենք, բայց հասկանալով հանդերձ, որ այստեղ շոշափվում է Ռուսաստան հավաքական արևմուտք ռազմավարական շահերը, այստեղ նրանց կենսական շահերն են, մենք այստեղ ոտատակ ենք գնելու ուղղակի դրա իրավունքը չունենք։ Ուստի այս համատեքստում ես գտնում եմ, որ Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կարող է արդարացված լինել, եթե իհարկե այդպեսին կա, ես իմ պատկերացումն եմ ասում։ Հայաստանը այս կոնֆլիկտի ժամանակահատվածում պետք է դրսևորի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ամեն դեպքում ցանկանանք նորից այս հարցը արդեն հարցի մասին քննարկումը ավարտելով ցանկանանք երկու կողմերի խաղաղություն, որովհետև ես առաջին հերթին, չգիտեմ, ես մի քիչ կներեք ներքուստ ուրախացել եմ, որ երկու ժողովուրդները վերջիվերջո խաղաղության հետևանքով, եթե այդ խաղաղությունը աստվածը հաստատվի, առաջին հերթին իրենք են շունչ քաշել։ Դեռ ավելին երկրորդ հերթին նոր եմ մտածում դրա աշխարհ-քաղաքական եւ այլն, դա արդեն այլ վերլուծությունների դաշտ է, բայց ժողովուրդները այսօր ողբերգության մեջ են։ Իհարկե, ի վերջո պատերազմը չի կարող բարիք բերել որևէ հասարակության, որևէ պետության համար, առավել ևս որ այս զաուրելի պատերազմը իր հետևանքները այն աստիճան մեծ են ծավալների առումով, որ մի քանի տասնամյակ է պետք լինելու ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Ի վերջո որևէ մեկի մտքով նույնիսկ խելագարի կանխավարկածով հնարավոր չէր պատկերացնել, որ մի օր մենք ականատես կլինենք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը եւ այդ երկու երկրների միջև պատերազմի։ Ես դրա համար ասեցի իմ խոսքի սկզբում, որ ի վերջո այս պատերազմում եւ Ռուսաստանը պարտվել եւ Ուկրաինան է պարտվել, այսինքն այստեղ խորքային առումով ինձ համար ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում նման կոնֆլիկտը դա չէր կարող լինել ինչպիսի արդյունք էլ արձանագրվի, դա չի կարող դիտարկվել որպես Ռուսաստանի հաղթանակ։ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը, նույնիսկ եթե հիմա ամբողջական գերիշխանություն հաստատի Լուգանսկի, Դոնեցկի եւ Ղրիմի նկատմամբ, ինչ որ շփման գիծ արձանագրվի, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը կորցնում է մնացյալ Ուկրաինան։
Այսինքն այս առումով իր պարտությունը ակնհայտ է, եթե իրենց դիտանկյունից ենք մենք նայում, ընդհանրապես այդ խորհրդային տարածքում նրանց ազդեցության կորուստը շատ լրջագույն հետևանքներ կարող է ունենալ հենց իրենց հասարակության համար։ Բայց գիտեք ինչ, ամեն մի պետություն ինքն է որոշում իր քաղաքականությունը, տվյալ դեպքում ես չեմ ուզենա, որ ռուս-ուկրաինական հակամարտության կուլմինացիան բացասական անդրադառնա Հայաստանի վրա։ Ի վերջո շատ լավ հասկանալով, որ ցանկացած այդպիսի տեկտոնական գործընթաց, որը բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր վրա, իսկ դրա չափերն ու մասշտաբները կարող են ահռելի լինել, ու մենք չկարողանանք դուրս գալ դրա տակից։ Առավել ևս կհիշեք, որ մի քանի տարի շարունակ խաղարկվում էր նաև այն հնարավոր սցենարը, որ Հայաստանը կարող էր դառնալ երկրորդ Ուկրաինա, հակամարտության օբյեկտիվ վերածվեր, աշխարհաքաղաքական ռազմաբեմի վերածվեր։ Ես ինքս դեմ եմ եւ չեմ ցանկանում, որ իմ երկիրը, իմ փոքրիկ հայրենիքը դառնա աշխարհաքաղաքական ուժերի համար թաթերաբեմ, որտեղ իրենք փորձեն իրենց ուժերը մեկը մյուսի նկատմամբ հաղթանակ գործադրի։ Ճիշտ հակառակը, ես եւ իմ նման մտածող մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանում, մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում ոչ թե հակադրվեն, ոչ թե բախվեն, այլ համադրվեն աշխարհաքաղաքական ռազմավարական շահերը։ Իսկ դրանց այդ առումով հնարավոր է բանակցել, հնարավոր է քայլ անել, հնարավոր է գործել, տքնաջան չքնել, աշխատել, որպեսզի թույլ չտալ նման սցենար։ Այ համադրվելու բառը լավ ասացիք, բայց եկ գանք հենց համադրման արդեն հայաստանյան իրականություն, համադրվելու բառը ամենաիդեալականն է, ինչը կարող է լինել, ինչը շատ դեպքերում ուղղակի ուզենք թե չուզենք չի ստացվում։ Եվ պիտի ժամանակ առ ժամանակ դու որոշակի ընտրություններ կամ նախապատվությունների ինչ որ տոկոսային չափաբաժին հատկացնես, այ այսքանը ասենք օրինակի համար արևմտյան շահերին հետ մենք կարողանանք համադրել մեր շահերը, այսքանը ասենք ռուսական բևերը, այսքանը իրանական բևերի կամ մի այլ բևերի եւ այլն, եւ այս տրամաբանությամբ մենք պիտի կարողանանք պահել ու պահպանել մեր պետականությունը, մեր ինքնությունը, մեր ինքնիշխանությունը, եթե ինձ հետ կհամաձայնվեք, բայց այսօր հենց այդ պահն է եւ այս ընդդիմադիր դուք եք ընդդիմադիրի դեպք քաղաքական ուժ բոլոր դեպքերում եւ նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր, ասենք մեղադրում են իշխանություններին, ես փոխանցեմ իրենց տեսակետը, որ այս իշխանության այսպես ճոճվող մի արտահայտություն են այսպես գտել, ճոճվող քաղաքականության անհավասարակշիռ ըստ էության քաղաքականության չհամադրող, իրապես չհամադրող քաղաքականության, այլ արկածախնդիր քաղաքականության հետևանքով մենք ոչ թե տանում ենք երկիրը դեպի խաղաղություն, իրական խաղաղություն, շահերի համադրում, որից մենք կշահենք, որից մեր տարածաշրջանը եւ մենք կլինենք կայուն եւ անվտանգ, այլ ընդհակառակը ավելի շատ ենք վտանգում մեր տարածաշրջանը եւ մեր երկրի ապագան, մեր ինքնությունը։ Ինչ եք կարծում, ճիշտ են թե ոչ։ Հիմա տեսեք, այդ ձեր կողմից մատնանշված ընդդիմադիր սեգմենտները ենթադրում են խոսքը տիտղոսային ընդդիմության մասին։ Ոչ միայն։ Իրենց գործունեության արդյունքը Նիկոլի իշխանության գալն է։ Այսինքն իրենք այնպիսի քաղաքականություն են վարել, իրանք 20-30 տարի իշխանության են եղել, իրանք վարել են այնպիսի նաև արտաքին քաղաքականություն, այնպիսի ներքին քաղաքականություն, որի արդյունքը եղել է ուղղակի կռախի հետևանքով տեղի ունեցել 2018 թվականի իրադարձությունները։ Հիմա այն որ այս իշխանությունը ձախողել է տարբեր ոլորտերում, այդ թվում նաև արտաքին քաղաքականության ոլորտում, դա չի քննարկվում եւ ես հույս ունեմ, որ մենք այս առումով ունենք միասին իրենց բանել է ասեն կներեք եւ կշարունակեք, բայց իրեն կարծիքով էլ նաեւ իրենցն էլ պատկաս համար եմ ասեմ, որ միակողմանի չստացվի մեկնաբանությունը, իրենք էլ ասում են, որ ոչ, ընդհակառակը հիմա այս ամեն ինչի հանդերձ ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի խոսքերը հիշեցի, որ ճիշտ է մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց դրանից հետո դարձանք ավելի ինքնիշխան, վերջերս էլ նույնիսկ ասում էր Հայաստանը երբեք այսպիսի լավ շրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է։ Կողմ եք այդ տեսակետին, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի ասածները թողնենք իր լսարանին, իր աուդիտորիային, իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշակի շերտ է, ակնհայտ է ինձ համար, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է պոպուլիզմով եւ մանիպուլյացիաներով, բնականաբար Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները այնքան խորքային են եւ ինձ համար իսկապես տարօրինակ է, որ Հայաստանի Հանրապետությունում ներկա քաղաքական ներկապնակի պայմաններում Նիկոլ Փաշինյանն է առաջ պահում խաղաղության օրակարգը, երբ որ իր օրակարգը իրականում եղել է պարտության ու
պատերազմի օրակարգը։ Այն դեպքում, երբ իրական խաղաղության օրակարգի մասին պետք է խոսեն եւ առաջ մղեին այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իսկապես տեսել են եւ գործող իշխանության գործունեության արգասիքները եւ նախորդ իշխանությունների գործունեության արգասիքները եւ հանգեին հետեւության, որ իրականում մեզ անհրաժեշտ է խաղաղություն։ Եվ հետեւաբար, երբ որ գիտեք ինչ, Ասում խաղաղություն են բերում։ երբ որ այստեղ ագրեսիա է առաջանում մարդկանց մոտ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսում է խոսել խաղաղության մասին, դրա համար այդ խաղաղության գաղափարը կարծեք թե արժեզրկվում է, կարծեք թե հեղինակազրկվում է, կարծեք թե քանի որ Նիկոլն է խոսում խաղաղության մասին, ում դա լավ բան չէ։ Իրականում Նիկոլ Փաշինյանին պետք է զրկել իշխանական լծակներից, 2026 թվականին ձևավորել որակապես նոր իշխանություն եւ որակապես նոր ընդդիմություն, եւ այդ նոր իշխանությունը, նոր քաղաքական վերնախավը իսկապես պետք է հանդես գա խաղաղության օրակարգի դիրքերից։ Իսկապես մեր տարածաշրջանում հաստատվի խաղաղություն։ Իսկապես ուժերի բալանսը ձևավորվի այնպես, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում եւ իր շուրջ հնարավոր լինի ձևավորել այնպիսի միջավայր, որ Հայաստանի շուրջ մարտահրավերները նվազեն, չեզոքացվեն կամ ավելի ճիշտ կառավարելի լինեն։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, ասեմ ձեզ, շատ վտանգավոր քայլի է դիմել եւ դիմելու, հաշվի առնելով իր վերջի շրջանի գործողությունները, ինքը ինչ է անում։ Ինքը ոչ միայն հայտ է ներկայացելու հավակնում է իշխանության վերարտադրմանը, այլ ինքը հավակնում է եւ ամեն ինչ իր գործողությունների տրամաբանությունը կայանում է նրանում, որ ինքը փորձում է վերարտադրել նաեւ իր սեփական ընդդիմությանը, որովհետեւ տեսեք իրենք անթակույց հայտարարում են խորհրդարանական ընդդիմությանը, որ իրենց գանձերն են, որ իրենք իրենց պայմաններում իրենց զգում են հրաշալի։ Վերջի 5 տարիների ընթացքում իրենց վարած քաղաքականությունը այնպիսին է եղել, ընդ որում տիտղոսային ընդդիմության հետ միասին, որպեսզի Հայաստանում որակապես նոր քաղաքական միջավայր չձևավորվի։ Այսինքն իրենք իրենց գործունեությամբ եւ խաղաղության օրակարգի մասով եւ Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի եւ աշխարհակաղակական կողմնորոշման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հստակեցման եւ արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ասպեկտում իրենք ըստ էության ստեղծել են մի միջավայր, կարծեք թե փակուղի է, հասարակությանը պարտադրում են ընտրություն կատարել կամ Նիկոլի մեջ կամ ձեր կողմից մատնանշված այդ ընդդիմադիր սեգմենտների մեջ։ Հետևաբար, հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը թե մյուսի, թե մնացածի ուրեմն նկատմամբ, ակնհայտ առերևույթ ակնհայտ տպավորություն է փորձ արվում ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին վերարտադրվելու է, իր հետ վերարտադրելով նաև այն տիտղոսային ընդդիմությանը, որի հետ միասին իրենք աշխատել են 5 տարի, որպեսզի այս շղթան կտրվի եւ որակապես իսկապես նոր միջավայր ձևավորվի, մենք պետք է հասկանանք ինչ ենք հակադրելու կամ ինչ այլընտրանքային օրակարգ ենք բերելու այս իշխանության դեմ, որ հասարակության մոտ ստանա վստահություն եւ հասարակությունը գնա այդ օրակարգի հետևից։ Ցավոք սրտի, Նիկոլը ստեղ ինչ է արել, ինքը շատ լավ հասկացել է մեր հանրային տրամադրությունները որոնք են, ինքը շատ լավ գիտի կամ վերջերս տերմին է օգտագործում, հաշվել է մեր ժողովրդի ատամները, ինքը շատ լավ հասկանում, որ մեր ժողովրդին իսկապես խաղաղություն է պետք, մեր ժողովուրդը իսկապես խաղաղություն է ուզում, այստեղ հատուցելի գնի մասին կարող է խոսք գնալ, թե ինչ գին է հատուցելու, ի վերջո այդ հատուցողը հայ ժողովուրդն է լինելու։ Հիմա ինչ գին է պատրաստվում հատուցել այս իշխանությունը։ Այս իշխանությունը ստեղծել է խնդիրներ եւ առանց լուծումներ տալու։ Ընդհանրապես նա խոսում է խաղաղությունից, բայց առանց լուծումներ առաջարկելու։ Իր լուծումները շատ լուրջ են։ 240 կիլոմետր տարածքի դեօկուպացիա, դելիմիտացիա եւ դեմարկացիա Ադրբեջանի հետ 1000 կիլոմետր, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ներ հայաստանյան խնդիրներից մեր ժողովրդագրական իրավիճակի բարելավում, տնտեսության վերականգնում, արդյունավետ պետական կառավարման համակարգի ձևավորում, կրկնապատված պետական պարտքի կառավարելություն եւ յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության ապահովում եւ ամենակարևորը անվտանգության միջավայրի ձևավորում, այսինքն յուրաքանչյուր հայ քաղաքացի ինքը գոնե առնվազն 10-15 տարի պետքա վստահ լինի կամ 20 տարի, 30 տարի, 40 տարի, 50 տարի, որ պատերազմ չի լինելու, որպեսզի ինքը խաղաղ սկսի զբաղվել իր ընտանիքի կենսագործունեության ապահովմամբ, զարգացմամբ, իր զավակների դաստիարակությամբ, նրանց կրթության տալով եւ իսկապես սկսի զբաղվել իր բնակարանի, իր տան, իր
միջավայրի զարգացման գործով։ Սա է լինելու պետության զարգացման մեր առաջկա տարիների ուղենիշը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդամենը ավանսով խաղաղություն է ուրեմն խոստանում, բայց այդ խաղաղությունը ինքը ոչ միայն չի բերել, ճիշտ հակառակը, իր ղեկավարած ժամանակահատվածը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ժամանակահատված է։ Հիմա աբսուրդ է, կարծեք անհետ, երբ որ մարդը, որի կառավարման շրջանը առնվազն ուղեկցվել է կամ զուգորդվել է մի քանի պատերազմներով ու դրանից ածանցվող կորուստերով, այսօր հա կարողացել է կամ առերևույթ իր ձեռքը վերցնել խաղաղության դրոշակը եւ մեր ժողովրդի մի հատվածի հավատացնել, որ տեսեք ժողովուրդ ջան, այս զողողությունների գնով ես բերել եմ ձեզ համար խաղաղություն։ Չգիտեմ, ճիշտ կլինի ընտրությունների արդյունքներով որոշել։ Մեր ժողովուրդը հավատում է Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։ Անշուշտ ընտրություններն են ցույց տալու բոլոր դեպքերում։ Հիմա լավ թե վատ, տեսնենք ինչ որակի իհարկե ընտրություններ, չեմ կարող ասել, դրա մասին պիտի խոսենք այդ ժամանակ, երբ որ տեղի ունենան ընտրությունները եւ մենք ձեզ հետ միասին դատենք այդ ընտրությունների մասին, բայց այն ինչ որ մատնանշեցիք, ես հասկացա, բայց ի տարբերություն այն ժամանակների, ես դուք հասկանում եք արդեն որ ժամանակների, ասենք առաջի երրորդ հանրապետության սկզբնական ժամանակների եւ Ռուսաստան արևմուտք հարաբերություններն էին բոլորովին այլ իրավիճակի մեջ, այսօր փոխվել է աշխարհը, այսօր կա Ռուսաստան, այդ ձեր ասած հավաքական արևմուտք շատ լուրջ հակամարտությունը դեռ չլուծվող, անգամ ռուս-ամերիկյան այս որոշակի շփումները դեռ չեն նշանակում, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ամեն ինչ հիանալի է։ Միգուցե ներքին խողովակներում, ներքին անկյուններում ինչ որ համաձայնություններ կան, բայց դրանք էլ դեռ չեն բացահայտվել եւ մենք չգիտենք դրա մասին, ժամանակ է պետք, բայց բոլոր դեպքերում Հայաստանը հիշում եք մի անգամ էլ է մենք այս ընտրության պետք է ինչ որ միտեղ նախապատվությունների տոկոսային թեկուս հարաբերակցություն դրսե, որովհետեւ կոպիտ ասած, եթե Ռուսաստանը կողմնորոշվեն Ռուսաստան, չէ, ոչ թե ասում են կողմնորոշվել, շատ բարդ է, Նիկոլի ասածը նա է, որ ես բալանսավորված քաղաքականություն եմ փորձում վարել, ինչը շատերի համար, դեր մատնանշած տիտղոսային ընդդիմության համար իրական չի, ինչպես նաեւ ձեզ համար իրական չի, բայց ձեզ համար այլ դիրքավորումով իրական չի։ Ես չգիտեմ Նիկոլին չի ասում, հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին ես խոսել եմ 2021 թվականին մեր կուսակցության հիմնադիր համագումարում, սա իմ տեսակետը, իմ համոզմունքն է։ Ես խորապես համոզված եմ, այդ ժամանակ ընդ որում Նիկոլը չէր խոսում բալանսավորված քաղաքականության մասին։ Նիկոլին խոսում էին 2017 թվականին, երբ Դաշինկետ իրենց հայտնի ընկերների հետ խոսում են Հայաստանի եվրոպականացման մասին, ավելին պնդում են, որ Հայաստանը դուրս պետք է գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, պետք է դառնա Եվրոմիության անդամ, հետո չգիտես ինչու Նիկոլը դարձավ այն ղեկավարը, որ հանուն Ռուսաստանի խաթր զորք ուղարկեց Սիրիա, ուրեմն գլխավորեց ղազախական, քիշե Ղազախստանում տեղ ունեցող գործընթացները, ՀԱՊԿ-ն այդ ժամանակ Հայաստանն էր գլխավորում, թե Նիկոլ Փաշինյանը ինչպեսի փութաջանությամբ էր ղեկավարում ՀԱՊԿ-ի միացյալ հրամանատարությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանի անցած հետագիծը աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով բավականին փոփոխական է եղել եւ ես հիմա վստահ չեմ, որ ինքը վաղը չեմիսօրը բալանսավորված քաղաքականությունից անցում չի կատարի մեկ այլ քաղաքականության։ Ես ասում եմ մեր կուսակցության ծրագրային հիմքում դրված է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որովհետեւ մեզ հայ ժողովրդի տարբեր գործունեության ժամանակահատվածում մեզ կանգնեցել են ընտրության առաջ Տիզբոն թե Հռոմ, Հյուսիս թե Հարավ, Ռուսաստան թե Արևմուտք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ թե, չգիտեմ, Ռուսաստանի Դաշտություն։ Ես հոգնել եմ որպես Հայաստանի քաղաքացի, ես ուզում եմ, որ Հայաստանը արտաքին քաղաքականությունը կառուցելիս առաջնորդվի ոչ թե նրա համար, թե մեր հարևան ռուսները կամ մեր բարեկամ ֆրանսիացիները ինչ կմտածեն, ինչ ուզում են թող մտածեն։ Ես ուզում եմ, որ մենք մեր որոշումները կայացնելիս մեր հնարավորությունների շրջանակում ընդ որում մենք կարողանանք մեր բոլոր բարեկամներին, հարևաններին բացատրենք, որ սա մենք անում ենք ոչ թե նրա համար, որ ձեր դուրը գա կամ չգա, սա մենք անում ենք դրա համար, որ սա մեզ պետք է։ Բավական է, որովհետև կրկնում եմ, մենք հայերս մոտ կա
Ինչ։ Բայց եթե դա Մեր հայերիս մոտ սա շատ խորքային նստվածք ունի, երբ որ մեր տունը վերանորոգում են կամ նոր մեքենա են գնում, մեր առաջի ռեակցիան նա է ոչ թե սա մեզ դուր է գալիս թե չէ, մենք մտածում ենք թե հարևանները ինչ կասեն, քավանեն մեր մեքենան կամ մեր տունը թե չէ։ Ժորժ ջան, եկեք իսկապես մի անգամ սթափենք, հասկանանք։ Մենք դասեր երբ պետք է քաղենք։ Ես ուզում եմ դա հասկանամ։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ կարողանանք աշխատել ռուսների հետ, ֆրանսիացիների հետ, ամերիկացիների հետ, թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, որ մենք սա չենք անում, որ ձեզ դուր գալու կամ դուր չգալու է, դուք ինչ կմտածեք, դուք այս քայլը կդիտարկեք հակա ռուսական թե հակա վրացական կամ հակա ֆրանսիական կամ ամերիկյան։ Սա մենք ձեր դեմ չենք անում, մեր քայլերը ուղղված չեն ձեզանից որևէ մեկի դեմ։ Մենք սա անում ենք նրա համար, որ սա առաջին հերթին հանուն Հայաստանի Հանրապետության է։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման մտածողությունը գերիշխի։ Ես պարզ բան եմ ասում, ինչ որ խորքային վերլուծություններ չեմ կատարում։ Բավական է մեր քայլերը, թուրքերը ինչ կմտածեն, ռուսները ինչ կմտածեն, ֆրանսիացիները ինչ կմտածեն, ինչ ուզում է թող մտածեն, կներեք, սա մեծամտություն չի։ Մենք կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է հանդես գա այդ դիրքերից։ Պետք է Ռուսաստանի հետ աշխատել, ենթադրենք ինչ որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում պետք է ռուսներին բացատրել, հասկացնել, կարող իրենք չեն ուզում լսել, բանակցել, բոլորի հետ այո, բանակցել, ողջամտության սահմաններում, Ամերիկայի հետ, բայց հիմա դուք ուզում եք ասել, որ մենք պետք է կողմնորոշվենք Չէ, միակողմանի կողմնորոշումը չարիք է, միակողմանի դեմ է միակողմանի կողմնորոշմանը, այսօր կներեք, ես իմ կարծիքով Ռուսաստանն էլ չի ուզում, որ մենք միակողմանիորեն ասենք կողմնորոշվենք անգամ, ես ենթագիտակցել դեպի Ռուսաստան, որովհետև տնտեսական անգամ մի խնդիր կա, որ հենց այդ մի խնդրի համար Ռուսաստանը, ես դա պնդում եմ միշտ, բայց վերարտահանման մասին է խոսքը, բայց հանգամանքները բերում դրում են այսօրվա դրությամբ դե շատերն էլ ասում են մեր քաղաքական դաշտը բաժանված է երկու հիմնական մասի, չէ, եթե կհամաձայնենք պարոն Նորիկյան, դուք այդ փիլիսոփայությանը դեմ եք, բայց այդպես է։ Արևմտամետները կտրուկ ասում են, պիտի կտրվենք Ռուսաստանից, նրանց մեջ մի քիչ ավելի չափավորներ կան եւ ասում են ոչ թե կտրուկ, ասում են եւ պետք է գնանք ԵՄ, բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, որոնք սպասարկում են օտարերկրյա այս կամ այն աշխարհական կենտրոնների շահերը, խնդրում ուշադրություն դարձնել։ Ես վերջի 4-5 տարիներին մշտապես եմ դա ասել։ Այն բոլոր անհատները, այն բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները, որոնք սպասարկում են բացառապես օտարերկրյա պետությունների կամ աշխարհական կենտրոնների շահերը, կլինեն ռուսական թե արևմտյան կամ եվրոպական, պետք է ուղղակի դուրս վռնդվեն Հայաստանի քաղաքական դաշտից։ Այդ մարտիկ վտանգավոր են, այդ մարտիկ չարիք են Հայաստանի Հանրապետության բնական կենսագործունեության ու գոյատևման համար։ Նորից եմ կրկնում։ Ես ամենամեծագույն ջատագովներից մեկն եմ, որպեսզի Հայաստանը օր առաջ դառնա կամ ընդգրկվի կամ ինտեգրվի աշխարհի զարգացած երկրների ընտանիքում։ Միայն խելագարը կամ հիմարը չի ցանկանա, որ Հայաստանը դառնա, չգիտեմ, Եվրոմիության այնպիսի անդամ, որը ֆրանսիական կենսամակարդակ ապահովի, չգիտեմ, բրիտանական լրիվ մենք կարողանանք ունենանք հնարավորություններ։ Ուրեմն միացեք Եվրադաշինքի։ Ախր այդ կենաց ասելով չի, կենաց ասելով չի։ Մենք պետք է ճիշտ հասկանանք, հաշվարկենք մեր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Պարտադիր չի, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոմիության անդամ, որպեսզի բարելավի իր տնտեսական վիճակը։ Կներեք, բազմաթիվ երկրներ կան, որոնք Եվրոմիության անդամ չեն, բայց բավականին զարգացած լուրջ կենսամակարդակ ունեցող երկրներ են։ Մեր խնդիրը դա չի, մեր խնդիրը ձևի մեջ չի, մեր խնդիրը բովանդակության մեջ է։ Մենք պատրաստ ենք Եվրոմիության անդամ դառնալու։ Եվրոմիությունը դա ստանդարտների համակարգ է։ Մենք ունենք, համապատասխանում ենք այդ ստանդարտներին։ Եկեք ինքներս չխաբենք, մենք չենք համապատասխանում։ Եվրոմիությունը դա մեկ միասնական տարածք է։ Մենք ոնց են գնալու Եվրոմիություն, երկու ճանապարհ ունեն, կամ Վրաստան կամ Թուրքիա։ Հիմա երկու պետություններն էլ, որոնք իսկապես հանդիսանում են Եվրոմիության անդամության տեխնացուներ, իրենք լրջագույն խնդիրներ ունեն Եվրոմիության հետ, լրջագույն խնդիրներ ունեն։ Մենք
տնային աշխատանք ունենք այս առումով կատարելը եւ դա չի խանգարում ընդ որում վիզաների ազատականացման process-ը առաջ տանենք, SEPA-ի ծրագիրը ամբողջությամբ իրականացնենք, իսկապես մեր երկրի առանձին ենթակառուցվածքներ համապատասխանեն Եվրոմիության չափանիշներին, մեր երկրի արտադրանքը համապատասխանեն Եվրոմիության չափանիշներին, չի խանգարում, ոչ ոք մեր վզից թոք չի կապել, ոչ ոք մեզ չի խեղդում, հակառակը մենք չենք ուզում կամ մենք չենք կարող, մեր ներուժը չի համապատասխանում, ընդ որում Եվրոմիության անդամ դառնալը չպետք է ուղեկցվի Ռուսաստանի հետ թշնամանալով, Թուրքիայի հետ թշնամանալով, Վրաստանի հետ թշնամանալով, Ադրբեջանի հետ թշնամանալով, Իրանի հետ թշնամանալով, եղբայր պարտադիր չի, եթե ես իմ տունը կառուցում եմ, ուրիշի տունը քանդելու հաշվին, պետք չի մեզ դա ոչ միտեղ տանող ճանապարհ է, եթե մենք գնում ենք ինչ-որ այս առումով, պետք է գնալ հավասարակշռված, գիտակցված, հաշվարկված, բոլոր հնարավորություններն ու ռիսկերը ճիշտ գնահատելով, ռիսկերի կառավարման համակարգ ներդնելով, դուք ասում եք, չէ, նորից եմ կրկնում, նույնը Ռուսաստանի հետ հարաբերությունների, այսինքն ինձ համար այլևս ակնհայտ է, չէ, որ մեր հարաբերությունները վերաիմաստավորման անհրաժեշտություն ունեն։ Ավելին, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ես 2018 թվականին եմ այդ հրապարակումն արել, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև ես ինքս հասկացել եմ ոչ թե Հայաստանն է փոխվել, նախ առաջին հերթին Ռուսաստանն է փոխվել։ Ռուսաստանի պատկերացումներն են փոխվել մեր տարածաշրջանի նկատմամբ։ Ռուսաստանի պատկերացումներն են փոխվել կոնֆլիկտի նկատմամբ։ Ռուսաստանի պատկերացումներն ու հնարավորություններն են փոխվել իր ազդեցության նկատմամբ։ Ի վերջո Ռուսաստանը փոխվեց 2014 թվականից հետո, երբ որ Ուկրաինան հստակ ուղեր ցղեց, որ ինքը գնում է Եվրոմիություն։ Ընդ որում, եթե գանք դա վերափոխենք մեր կոնֆլիկտի ու մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության էական փոփոխության հետ, խնդրեմ, մանուկ, դուք ինձանից լավ պետք է իմանաք այդ ամեն ինչը։ Լավրովի պլանը որ թվականին է ծնվել։ 2013 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանին մի գիշերվա մեջ կանչեցին ու ասեցին հələ խելոք ստորագրի, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Հայաստանը գնում էր Եվրոմիություն, ճիշտ է, ու հանկարծ մեկ գիշերվա մեջ, ընդ որում Նիկոլ Փաշինյանն էլ կարևորագույն որոշումները կայացնում է մեկ գիշերվա մեջ, Հայաստանը փոխեց իր աշխարհատնտեսական, այսպես ասած, պատկերացումները եւ մենք միացանք Մաքսային միությանը, հետո դարձավ ԵԱՏՄ, ճիշտ է։ 2014-15 թվականներին դուք մի հատ ուսումնասիրեք Ադրբեջանի բռնած դիրքը, դիվերսիայի հետևից։ Եվ եկավ հասավ 2016 թվականի հունվար ամիսը, որտեղ այսպես կոչված ծնվեց Լավրովյան պլանը։ Իհարկե դա Լավրովյան պլանը ուղղակի զուտ անվանումն էր Լավրովյան, այսինքն դա Միսկի խումբն էր։ Իհարկե, ընկալվում էր դա ռուսական ծրագիր, բայց դա իրականում դա ՀԱԿ Միսկի համաձայնեցված տարբերակ է։ Արևմտական նախագիծ է, որտեղ երկու արևմտյան, այսպես հավաքական արևմուտքի աշխարհի երկու խոշոր պետություններ, ԱՄՆ եւ Ֆրանսիա, եւ նոր մի Ռուսաստան, չէ՞, ինչու՞մն է։ Եվ հիմա մանիպուլյացնում են դա, որ դա ռուսական պլան էր։ Այո, եւ դրան այսպես ասած Սերժ Սարգսյանը ասեց նո։ Սերժ Սարգսյանի նոյից հետո հաջորդել է ապրիլյան քարորյա պատերազմը։ Հիմա պետք է շան գլուխը թաքնվածը ապրիլյան քարորյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Ինչ պայմանով ու համաձայնությամբ կամ պայմանավորվածությունների արդյունքում է դադրել այդ քարորյա պատերազմը, ինչ էր խոստացել կամ ինչ էր կորզվել Սերժ Սարգսյանից եւ ինչու չկատարվեցին այդ խոստումները, կամ Սերժ Սարգսյանը իսկապես ինչ-որ բան խոստացել է ու մի հատ խնդրում եմ ուշադրություն դարձեք ապրիլյան քարորյա պատերազմի եւ Սաստածռերի գործողության միջև ընկած ժամանակահատվածը։ Հետո ինչպես տեղի ունեցավ Սաստածռերի գործողությունը։ Ըստ որում կներեք պարոն Նուրյան, ըստ որում նաեւ մեղադրում են այս իշխանություններին դարձել եւ տիտղոսավորները եւ նույն Տեր-Պետրոսյանական նաեւ թեւը, որ տիտղոսավորների մեջ չի մտնում, էլի այլ ընդ որ մի այլ ձախողում էլ եղել է 2019 թվականի այդ նույն Լավրովյան այսպես կոչված հարաբերական պլանի ձախողում, ըստ էության Մինսկի խմբի առաջարկված կարգավորման նորմալ հավաս այսօրվա այս իրողությունների համեմատ անհամեմատ փայլուն փաթեթիկ կարգավորման ձախողումը միտումնավոր քողարկումը հասարակությունից, որը փաստորեն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ տարբեր հնարքներով քողարկում է հասարակությունից եւ չի ուզում ճշմարտությունը խոստովանել, ճիշտ է չէ։ Եվ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցները եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը, եթե իսկապես ունեն ազնվություն, իրենք պետք է մի բան ներկայացնեն ճշմարտություն մեր ժողովրդին։
2016 թվականի փաթեթ կլներ 19 թվականի ձեր կողմից վկայակոչված փաթեթ լիներ, ես այդ ամբողջ փաթեթերին տեղյակ եմ, կարգավորման գործընթացի ողջ պատմության փաթեթերին տեղյակ եմ, 15 անգամ եմ կարդացել։ Այդ փաթեթերից որևէ մեկով չի ենթադրվել Արցախի անկախության միջազգային ճանաչում։ Բացառություն է կարգել, բացառություն է կազմել 2001 թվականի Քուեսյան բանակցությունները, որը ենթադրում էր Հայաստանի ինքնիշխան մեղրի տարածքի փոխանակումը Արցախի հետ, որը չեղավ։ Բայց այստեղ հարց է առաջանում, Մանուկ ջան, այստեղ իրոք հարց է առաջանում։ Մեղրի տարածքը ինչի հետ էր փոխանակվում եւ ում հետ էր փոխանակվում։ Ղարաբաղի հետ էր փոխանակում, ում հետ էր փոխանակում Ադրբեջանի։ Եթե դա չի Այսինքն ընդունվում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանին էր, որ Ադրբեջանի հետ փոխանակվում էր։ Այսինքն այս տարական բանը պետք է հասկանալ։ Շրջանցեցինք դա անցյալ Անցան գնացինք, ի վերջո 2019 թվականին հիմա խոստացել է Փաշինյանը, մինչև տարեվերջ պետք է հրապարակի այդ բոլոր փաթեթները։ Մի հատ կտեսնեն, ես չգիտեմ իրենք իրար մեջ ինչ հարց ու պատասխան ունեն, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ փաթեթում էլ ուրեմն արձանագրված չի լինելու Արցախի միջազգային ճանաչման որևէ հնարավորություն։ Ի վերջո այդ փաթեթի մասին խոսում են 2019 թվականի եւ առաջին նախագահի կողմնակիցների եւ Քոչարյան եւ Սերժիկ։ Եղբայր Նիկոլը չի հրապարակում, դուք հրապարակեք, այս 2 տարի խոսում եք։ Ինչ է տեղի ունեցել։ Հրապարակեք, հասկանանք ինչ է եղել։ Ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը։ Չէ, նրանք իրականում ասում են, որ այդ կարգավորման փաստաթուղթ է եղել եւ իրենք առաջարկում են եւ Տեր-Պետրոսյանն էլ առաջարկեց, որ Տեր Նիկոլ, եթե ուզում ես բանավիճենք քեզ հետ, ուրեմն նախ հրապարակի եւ դա իմ կարծիքով ճիշտ էր, տարբերակը կոնցեպտուալ էր, այսինքն մի հատ հրապարակի, հետո ախպեր գանք բանավիճենք ժողովրդական խոսքով։ Չէ, ասես բանավեճը կավարտվի։ Որովհետեւ բանավեճը կավարտվի, տրամաբանորեն, բայց գոնե տեղի կունենա, բայց հիմա տեղի ունենում փոխադարձ վիրավորանքների տեղատարապ։ Նիկոլը նրանց Արցախի վերջնական կործանումից հետո հիմա քննարկել թե ժամանակին ինչ գաղափարներ են կամ կարգավորման փաթեթներ են դրվել շրջանառության մեջ կներեք ում է պետք քանի գրոշի արժեք ունեն։ Ի վերջո այդ մասին ես կարող եմ խոսել։ Ես կարող եմ Փաշինյանին մեղադրել ու մեղադրում եմ։ Եվ հիմա Փաշինյանին մեղադրում են մարդիկ այդ առումով, որոնք ունեին իրենց ձեռքի տակ այդ փաթեթերը եւ իրենք ունեցել են լծակներ գնալու այդ կարգավորումներին։ Եղբայր 20 տարի դուք իշխանության եք լուծեիք։ Ով էր ձեզ խանգարում, որ դուք չեք լուծել այդ խնդիրը։ Այստեղ կրկնում եմ, Փաշինյանը իրենք չէին լուծելու։ Հիմա այստեղ փորձենք օբյեկտիվ լինել, չգիտեմ, միայն եթե Սերժ Սարգսյանը գնում էր կարգավորման, Ալիևը ասում էր չէ։ Ժամանակ էր շահում նաև, չէ, ուժեղանալու համար։ Այդ դեպքում եթե Հայաստանի վարչակարգի ղեկավարությունից որևէ բան կամ միայն նրանցից կախված չէր եղել, այդ դեպքում մենք ինչ ենք քննարկում։ Իհարկե։ Այդ դեպքում մենք ինչ ենք Ամեն դեպքում այստեղ կա ազնվության վերականգնելու իրականությունը վերականգնելու հարց, որը պիտի վերականգնվի։ Ուրիշ դիտանկյունից եմ ուզում ներկայացնել իմ դիրքորոշումը։ Այն որ Նիկոլ Փաշինյանը ձեր կողմից մատնանշված նախորդերի տրամաբանական շարունակությունը դա ես չեմ քննարկում։ Դա ինքը ճիշտ հակառակը նախորդերի սխալները բյուրեղացնող, նախորդերի սխալները կրկնապատկող եւ պայթուն բերող այդ առաջնորդն է, այսինքն Արցախի փաստորեն ամենավատն է եղել, վատի գագաթնակետն է։ Կործանման հիմքը մեր համագումարում ենք մենք ասել դեռևս 2021 թվականին աղետալի պատերազմից 2 ամիս անց ասել եմ նախկիները դրել են Արցախի կործանման հիմքը, դու հասցրել ես տրամաբանական ավարտին։ Ինչ կարող եմ ես ուրիշ բան ասել, այդպես չի։ Ասում են, որ նախկիններն էլ ասում են, որ այդպես չի, մենք էլի պահում էինք, մենք էլի ստատուս քվոն գոնե պահում էինք բանակցային գործընթացի։ Մեր ժողովրդի հետ, խաբում են մեր ժողովրդին, հարգելի մանուկ, որովհետև լսեք։ Ես այդ մասին նույնիսկ մեծ վերլուծություն եմ կատարել։ Արցախի կոնֆլիկտի էությունը հասկանալու համար, Արցախի կոնֆլիկտի լուծման համար 2007 թվականին, ընդ որում Քոչարյանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, իր նախագահության ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ որպես կարգավորման հիմք։ Մադրիդյան սկզբունքները ինչ էին կանխորոշում, տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ ուժիչ գործադրման սկզբունքը, բայց կրկնում եմ, այսպես ստատուս քվոն մնում էր էլի, ստատուս քվոն խնդրի լուծում չէր, մեկը մյուսին բալանսում է լեժարի մեջ, չէ, ճանաչված պետություն,
Ընդամենը հայկական զինված ուժերի Կոսովոն էլ վերահսկողության այսօր չճանաչված մեկ վարքյան դու ուժերի բալանսը խոսեք, ուժերի բալանսը փոխվում է 2007 թվականից սկսած 2007 ես ուսումնասիրել եմ նաև Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրը, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը 2007 թվականից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտվել է հօգուտ Ադրբեջանի։ Դուք չէիք կարող հարատև պայել ստատուս քվոն։ Ի վերջո ստատուս քվոն լուծում էր։ Ստատուս քվոն լուծում չէր։ Ստատուս քվոն հետաձգում էր պատերազմը։ Ստատուս քվոն 20 տարին դա ավանս էր Ադրբեջանին, պարտված, ստորացված Ալիևին, որ նա ոտքի կանգներ։ Եթե Հայաստանի քաղաքական էլիտան այս տարական բանը չի ըմբռնել, այդ կառավարիչները չեն ըմբռնել, որ իրենք 20 տարի նվիրեցին Ալիևին, որպեսզի Ալիևը ստորացված վիճակից ոտքի կանգներ։ Ի վերջո աշխարհում չկար գետնմեկ պետություն, ԵԱԿ Մինսկի խմբի եռանախագահները, ասենք, եթե Ֆրանսիան ուզենար ճանաչեր, ոչ ճանաչեցին Պաղեստինը, եթե Ֆրանսիան ուզենար ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանին էր նայելու, թող ճանաչեին։ Ռուսաստանը, որ Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 17-ին ասում էր անգամ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, մենք ոչ ճանաչեինք, միջազգային իրավունքի տեսանկյունից ասում էր Ղարաբաղը դա Ադրբեջանի տարածքային ուրեմն անբաժանելի մաս էր կազմում։ Ես չէի կոնֆլիկտի լուծողը Ռուսաստան էր, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ էր։ Եթե նա իսկապես ցանկանում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ԵԱԿ Մինսկի խմբի մանդատը իրեն էր տրված։ Թող ճանաչեր, ասեր Հայաստանը փոքրիկ պետություն է, կճանաչի, չի ճանաչի։ Դա ինձ չի հետաքրքրում։ Նույնը որ ասում եմ Ռուսաստանին, ես ասում եմ նույնը Ֆրանսիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որտեւ այդ երեք երկրներն են եղել ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մեղադրում եմ, որ Փաշինյանը չկարողացավ վերջի շրջանում ճիշտ դիվանագիտությամբ վեկտորի, այսպես ճոճվող քաղաքականությամբ բերեց, հանգեցրեց այս պատերազմին, ինչևէ եկեք այո, Արցախյան աղետալի պատերազմի ուրեմն մեղավորը այդ ամեն ինչ 2018 ասես ձևակերպեմ 2018 թվականից մինչև 2025 թվականի նոյեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետությունում ինչ տեղի ունեցել է դրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Դա ինչ որ կաշկանդվելու բանկավոր ամեն ինչի պատասխանատուն ինքն է։ Եվ վերջում ավարտենք մեր այսօրվա արդեն թեժացող զրույցը, պարոն Նորիկյան, որպես լավ բարեկամներ, խաղաղություն, չնայած արդեն տվեցիք դրա պատասխանը, եթե կարելի է հակիրճ մեր զրուցակիցների, մեր ունկնդիրների համար, ըստ ձեզ ամեն դեպքում խաղաղություն տեսնում եք, թե չէ, հայտնի դերասաններից մեկը ինչ որ բան էր գրել, որ ինձ բոլորովին մեղմաստ չհամոզեց, որ ասեց ես արդեն ինչ որ նամակ էր գրել Ալիևին, ասում էր ես Ալիևի աչքերի մեջ վերջապես խաղաղություն տեսա, բայց օրինակ, չգիտեմ, կներեք թույլ տամ մեկնաբանի իրավունքներից մի քիչ գնահատել ու ասել, որ ես Ալիևի աչքերին նայելով ոչ միայն խաղաղություն չեմ տեսնում, այլև նոր պատերազմի կարակ եմ տեսնում։ Քանի դեռ, չէ, սենց ասեմ, քանի դեռ Ալիևը դուրս չի բերել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքից, քանի դեռ Ալիևը փոխադարձության սկզբունքի կիրառմամբ չի բացել բոլոր կոմունիկացիաները, քանի դեռ Ալիևը իր ժողովրդին չի դադարել սերմանել Հայաստանը որպես արևմտյան Ադրբեջան, քանի դեռ ինքը զառանցում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձնելու գաղափարը, սպասեք, դուք ուրիշ հարց եք տալիս, ես ուրիշ բան, երբ որ այդ ուրիշ իսկ մենք ինչ անելու մասին կհարցնեք կպատասխանեմ։ Ես այդքան լավատես չեմ, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Իմ ակնկալիք ու հույսը մի փոքր այլ է, որովհետև իսկապես աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, որ հնարավոր է, որ Ադրբեջանի զսպող հանգամանքները լի այդ կան, կոնկրետ այս կենտրոնական Ասիայի երկրների պատկերացումները, ձևավորվող ամբիցիաները, մեր ռեգիոնով նոր կոմունիկացիոն միջոց ձևավորելու առումով հնարավոր է, որ սաստեն Ադրբեջանին, որ Ադրբեջանը զերծ մնա որևէ ռազմական գործողություններից, բայց տեսնենք ես դա եմ տեսնում հնարավոր աշխարհում տեսնենք, բայց բոլոր դեպքերում ես կրկնում եմ, ես Ադրբեջանի քաղաքական վերնախավի մոտ ես չեմ տեսնում այն իրական ցանկությունը խաղաղության հաստատելու մասին, ճիշտ հակառակը իրենց վարած քաղաքականությունը, քարոզությունը հենց միտված է նրանով, որ իրենք իրական խաղաղությունը պատկերացնում են Հայաստանի որպես տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացման արդյունքում, երբ որ իրենք տեսնում են Հայաստանի
գործոնի ոչնչացումը, Հայաստանի որպես պետության ձևախեղումն ու աղավաղումն են տեստում որպես վերջնահարցակ, իսկ դա չի կարող դիտարկվել ընկալվել որպես խաղաղություն։ Դարաբերին, ասինքն դեպանդիրները մեղադրում են, որ այսինքն այս զիջողականությունը, որ հնչում են հայաստանյան իշխանությունների կողմից, այսինքն թե ազգային ժողովի նախագահ ասել էր, որ դե Ալիևի ասացի մեջ ինչ վատ բան կա, ոչ չի ասում տանկերով են գալու Սևան Գյորջա, որ Սևանը Գյորջա էր անվանել։ Ասում են մեքենաներով են ադրբեջանցիները գալու Գյորջա ու դրանից թող հայերը չվախենան։ Հիմա ուզում ասել այսինքն կամ այդ անկլավների էքսկլավների մեջ դուք չեք տեսնում վտանգ։ Ես Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով եմ ուղիղ ասել, որ Աստված չանի, եթե Տիգրանաշենի քննարկման հանձնման մասին խոսք գնա, այդ խնդիրը պայթելու է Երևանի կենտրոնում։ Այնպես որ իսկ ձեր կողմից մատնանշված անձի, ուրեմն այդ հայտարարությունները նախ սենց ասեմ, էլի ես չափից խիստ եմ արձագանքել այդ Սևանա լճի վերաբերյալ նրանց զառանցանքին եւ ինձ համար բացարձակապես քիչ առաջ ասացի, որ դա ընդունելու խոսույթ չէ, ճիշտ հակառակը Ալիևի պատկերացած խաղաղությունը չպետք է լինի մեր ժողովրդին ստորացնելու, մեր ժողովրդին վիրավորելու, մեր արժանապատվության վրայով անցնելու գործընթաց։ Եթե մենք չենք կարողանում նրան համարժեք պատասխան տալ, դա նշանակում է հետևյալը, որ մենք կամ չունենք խնդրի կարգավորման վերաբերյալ մեր պատկերացումները, կամ դրան ներուժը չունենք։ Ի վերջո, եկեք ընդունենք, որ Ալիևն էլ իր հերթին է սանձարձակ ու լկտի, եւ իր պատկերած ես օրինակ հաղթած ղեկավարին հարիր պահված չեմ համարում էլի իր դրսևորած վարկագիծը հաղթող ղեկավարը պետք է մի քիչ զուսպ լինի, պետք է մի քիչ ողջախոհ լինի, պետք է մի քիչ հավասարակշռված լինի։ Իդեմս այդ տղային, այդ մարդու մենք գործ ունենք լկտի սանձարձակ իր թվացial հաղթանակով արբեցած ինչ որ բռնապետի հետ, ով նոր տարածքներ կլանելու, նվաճելու մոլուցկով է տառապում։ Բայց ինչու թվացial, որ պարոն Նորիկյան իրականում չի ձեռքբերումներ չի ունեցել իր համար։ Մեր համար իհարկե դրանք ողբերգություններ են եղել, բայց իր համար միթե դա թվացial է։ Արցախի հայաթափումն ու ադրբեջանացումը կրկնվելու հատկություն ունի։ Ես չեմ ուզում հիմա այսօրվա եթերը եզրափակել ինչ որ ռազմատենչ հայտարարությունները, բայց ես միշտ համարել եմ, որ Արցախյան հակամարտության այս ամբողջ պայքարում հաշվը 1-1 է։ Եղավ, պարոն Նորիկյան, շնորհակալություն այստեղ գալու եւ ձեր տեսակետներն արտահայտելու համար։ Շնորհակալ եմ, հարգանք։ Եթերում Մանկաշկան զրույց-հերինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր, մեր տաղավարում էր Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավագետ, իրավապաշտպան Նորայր Նորիկյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Շնորհակալություն, կհանդիպենք։